Մեկը կա իշխանություններից, սկսած Նիկոլ Փաշինյանից դուրս եկած ամենավերջին падգամավորը, որ ասի Ադրբեջանի ինչ որ մի պահանջ իրանք չեն կատարել։ Նույնիսկ պահանջներ են կատարում իրանք, որը Ադրբեջանը ցանկություն չունի։ Այդ կարգի նվաստացած վիճակի մեջ են իրանք։ Ես ենթադրում եմ ինչի համար է այդ ամեն ինչը։ Այս կյանքում անվճար ոչինչ չի լինում, ասեմ այսպես։ Դա իմ անձնական կարծիքն է։ Միքայելյան, նաև դուք ձեր հասարակական կազմակերպությամբ բարձրաձայնում եք այնպիսի խնդիրներ, որոնք այսօր հանրությանը մտահոգում են, օրինակ զուգահեռ պրոցեսներ, որոնք քայքայում են երկիրը ներսից, խաղամոլություն, թմրամոլություն, այս առնչությամբ ունեք ինչ-որ արդյունքներ արդեն գրանցված, գիտեմ, որ պարբերաբար թվեր եք հրապարակում։ Այո, արդյունքներ ունենք, այդ արդյունքները որոշ մասով գոհացուցիչ են, որոշ մասով գոհացուցիչ չեն, ասեմ արդյունքներն ինչի մասին է, ինտերնետ շահումով խաղերի ոլորտը։ Այդ ոլորտը ես կարող եմ ասել ամենայն պատասխանատվությամբ ու պատրաստ եմ յուրաքանչյուր, չգիտեմ, մարդու կամ պաշտոնյայի ապացուցել այդ ամեն ինչը թվերով ու փաստաթղթերով, որը ստացել են պետական բոլոր հիմնարկներից։ Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ոլորտում չկա վերահսկողություն։ Ոչ ոք տեղյակ չի, թե 7 տրիլիոն գումարը որտեղից է մտել Հայաստան, ոչ ոք տեղյակ չի, թե 6.99 տրիլիոն դրամը 2024 թվականին ում է վճարվել։ Ոչ պետեկամուտների կոմիտեն, որը վերահսկող մարմին է, ոչ ֆինանսների նախարարությունը, ոչ ազգային անվտանգությունը, ոչ կառավարությունը։ Իսկ վերջում էս խաղային գործունեության կարգավորման մասին օրենքն էլ կառավարության թերացման պատճառով ընդհանրապես ասենք չի գործելու մոտակա ոչ այս տարին, ոչ մյուս տարին, ուղղակի հերթական անգամ ժողովրդի աչքը ժողովրդական լեզվով ասած թոս փչեցին, որ իբր մենք անում ենք ամեն ինչ, որ խաղամոլությունը դադարի։ Նման բան չկա, այս ամեն ինչը ուղղակի զուտ մանիպուլյացիաներ են ու պատրաստ եմ յուրաքանչյուր պաշտոնյայի ապացուցել այդ ամեն ինչը թվերով։ Ու յուրաքանչյուր պաշտոնյա, ով ներգրավված է այս ամեն ինչին, վստահեցնում եմ, որ գալու է ժամանակը բոլորը պատասխան են տալու։ Արցախցիների վերադարձի իրավունքը եւ գերիների վերադարձի իրավունքը ինչի չեն հետապնդում ձեզ։ Այդքան միջազգային հարթակներից անգամ ԱՄՆ-ից իրենց Ինչի չեն անում։ Պատասխանեմ կարճ չեն ուզում։ Թշնամին չի ուզում ու իրանք չի ուզում, կարճ կոնկրետ։ Եթե ուզեին, կանեին։ Եթե չեն անում, ուրեմն չեն ուզում։ Ոնց պետք անեն, թեկուզ իրանք ունենային որոշակի միջազգային հարթակներում, որոշակի ձևով ասենք հայտարարային այդ ամեն ինչի մասին։ Ոչ մի բան չի արվում։ Ներողություն, դուք լրատվամիջոցից եք, կառանձնանանք կզրուցենք։ Ալեն Սիմոնյանն այսօր կներեք էլի մի վարքյան Պարոն Միքայելյան, Ալեն Սիմոնյանն ասել է այսօր լրատվամիջոցների հետ զրույցում, որ գերիների վերադարձի նախապայման առաջ բերելը նշանակում է բանակցությունները մտցնել փակուղի։ Այս միտքը որքանով է օբյեկտիվ։ Ես չգիտեմ ինչ բանակցությունների մասին է խոսքը, այդ մարդիկ իմ կարծիքով չգիտեն էլ ինչա նշանակում բանակցություններ։ Եթե իմանա բանակցությունները այն է, երբ որ երկու կողմ իրար հետ խոսում են, բայց երբ որ մի կողմը թելադրում է, մյուսը անում է, այդտեղ բանակցություն գոյություն չունի։ Ուստեղ ինչ է մնում հային, հայը չպայքարի, որ այդ գերիները վերադառնան, բացի Ռուբեն Վարդանյանից, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից մենք այնտեղ ունենք նաև այլ հայեր, այլ անձինք, որոնք երկար ժամանակ մնում են գերության մեջ։ Ինչի համար մինչ օրս ոչ մի բան չի արվել։ Մենակ 2021 թվականին ընտրությունների նախաշեմին ինչ որ չգիտեմ լոզունգներ, գերիները կվերադառնան, թող մի ամիս, երկու ամիս էլ սպասեն, այդ տղերքը սպասում են 3-4 տարի, թող երկիրը իր պարտականությունն անի։ Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է։ Երբ որ ինքը այդ պատասխանատվությունը չի կրում, թող միջազգայինորեն հայտնի, որ ես ի վիճակի չեմ պատասխանատվությունը կրելու, ժողովուրդն իմանա ինչ է անում։ Ամերիկայից Մայքլ Ուոլցը հայտարարել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է լուծել գերիների հարցը, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասել է, դե թող զանգահարեն գերիների վերադարձի հարցը լուծեն։ Ինչպես եք մեկնաբանում ազգային ժողովի նախագահի այս հայտարարությունը։ Բերեք ես իրանց չմեկնաբանեմ, որովհետև իրանց ու Ադրբեջանի կարծիքները լրիվ համընկնում են։ Սրանով ինձ թվում է ամեն ինչ ասված է։